Վերջին զանգ հեռուստասերիալում ճշմարտության սլաքն արդեն շատ մոտ է իր կիզակետին։ Միքոն ինչպես միշտ չի կարողանում հանդուրժել, երբ ինչ-որ մեկը փորձում է մոտենալ իր գաղտնիքին։ Ռեստորանում նա Բագրատին կանչում է դուրս բոլորի աչքից հեռու խոսելու, բայց որքան էլ փորձի հեռու պահել, Բագրատն արդեն համարյա վստահ է, այնինչ մտածում էր ճիշտ է, իսկ Միքոյի անհամբեր արձագանքը դա միայն հաստատում է։ Բագրատն առանց դանդաղելու նշում է, որ կա գաղտնիք, որը կործանելու է ոչ միայն Անգելինայի ու Հենրիի հարաբերությունները, այլ ամբողջ ընտանիքը։ Երբ Հենրին ու Արամը դուրս են գալիս ռեստորանից ու լսում վերջին նախադասությունը, իրավիճակը կտրուկ փոխվում է։ Բագրատը առանց վարանելու ասում է, այն գաղտնիքը, որի պատճառով Անգելինան ու Հենրին չեն կարող լինել միասին։ Այս խոսքից հետո Միքոն կորցնելով ինքնատիրապետումը բռունցքով հարվածում է Բագրատին, բայց հարցն արդեն իրականում դուրս է եկել բռունցքների տիրույթից, հիմա խոսում են միայն փաստերը։ Հաջորդ օրը Անգելինան, հոգնած ամեն ինչից, բաց տեքստով խոսում է ծնողների հետ։ Նրանցից պահանջում է բացատրություն, թե ինչու են անտեսում Հենրիի կատարած բարի քայլերը։ Սկզբում Սեմի վիրահատության գումարն էր, իսկ հիմա դպրոցի վերանորոգման օգնությունը։ Վիկտորիան ու ավագը լռում են, խուսափում պատասխանից, բայց Անգելինայի համբերությունը հատում է։ Միևնույն ժամանակ Բագրատն ու Արամը զրուցում են, ու Բագրատն արդեն հաստատում է, որ Անգելինան ու Հենրին քույր ու եղբայր են։ Այս լուրը իբր 100% ճշգրտությամբ հայտնի է Բագրատին, բայց մենք հեռուստադիտողներս լավ գիտենք, իրականությունն ուրիշ է։ Բագրատն այստեղ գործի է դնում իր խաղը, առանց իմանալու, թե այդ գաղտնիքը որքան խորը եւ մութ պատմություն ունի։ Երեկոյան Հենրին կրկին գալիս է Անգելինայի տուն նրան իր հետ տանելու, բայց այս անգամ դիմացը ավելի կոշտ պատ է։ Ավագն ու Վիկտորիան իրենց հիստերիկ արձագանքով նորից խափանում են զույգի միությունը։ Անգելինան հոգնած այս ամենից բարձրաձայնում է այն հարցը, որը վաղուց պիտի տրվեր ու որը նաև տրվել է բազմիցս։ Ինչն է պատճառը, որի համար դուք թույլ չեք տալիս, որ ես լինեմ Հենրիի հետ։ Այդ պահը լարված է, ծանր, օդը կարծես խեղդում է։ Ավագը մի ակնթարթով կանգ է առնում, նա պատրաստվում է խոսել։ Այո, նա պատրաստվում է Անգելինային ասել, որ իրենք նրա կենսաբանական ծնողները չեն։ Հարգելի հետևորդներ, իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք հեշտ է ավագին այսքան տարի անց բացահայտել ճշմարտությունն ու ասել այն Անգելինային։ Գրեք մեկնաբանություն։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օդ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Սուտա ստորիների 10%-ը։ Սա դինացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում կարապետանների։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենաք, չէ՞ չտա։ Դրանով գնալու մեր ստուդիա։ Ուրա։ Դու նկարում իրոք։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար, կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար, օրինակ ես իմ տեսակով շատ տաքար ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց կռիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացաք, իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի կշռադատված է հարցերին նայում, այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես մի քիչ այդպես լինեի։
Իսկ ինչով կվենք նման, օրինակ ազնվությամբ մի քիչ զգովամ էլի, հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց Սեմին նման, բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ուզեք չուզեք հանգիստ չեմ թողել ձեր Հենրին։ Ասենք ես ստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինա եւ Հենրին նկարում ենք այն ես Ես գոնե խաղ ժամանակ չեմ սկսում։ Ես գոնե պատվոտ կատարած չեմ ծավալցնում։ Ես գոնե շատ բարձր դրամանության բարձր ծիծաղ Ես գոնե միշտ կապչունի ռեկ չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց պլաշտակում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անցնում, որ տեքստը մենք ասում ենք, 10 անգամ անցնում ենք։ Ես գոնե տեքստ անցնում կորեկտ չեմ կարդում։ Ինչը պետք է ես ասեմ, ու ինքնելից հակառակն եմ կարծում։ Ես արանտել կա չէ, որ ձեռքից ստանում է։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ դեմ սովորաբար իմիտացիան անում, թե ջողս այս ինձ վրմաց։ Վերջ։ Թե չէ, թե ունես էլի։ Իսկ ասել քրոջ ջան, մաքսված է, ինչի ես նորից առանց մենք հա։ Դուք հեշտ է, քնելու տեսարան ենք նկարում, եւ այս պատճառով ես իմ ամբողջ մեյքափը մաքրեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որտեղ ես full մեյքափ։ Նենց որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվում։ Սեն, Աշոտը վերջապես որոշեց մոտ տարի սակրել Սեն։ Այդը, դու տնեք վերջին զարը, ուներ տեսնել ինչ կարծիք ունեք Սեն։ Մենակ առանց այդ տրիկոն Մենակ առանց այդ տրիկոն հատվել Նայած դու ասես կարող է փոշմանան Մնայք ջան Դրոպ է